Ով է ձեր վարչապետի տեխնացիոն։ Հայկական դաշտում ամենամեծ փորձ ունեցող մարդն է։ Աղետալի պատերազմ արնելու հենց ինքը գնաց։ Մենք չենք վերաբանակցելու կետերը։ Բայց մենք մոռանում ենք, որ իրանք ժողովրդավարության բաստիոնն են։ Չեմ հասկանում ինչպես են իրանք համարձակվել այդ որոշումը կայացնեն։ Պետությունը պետք է գնա զավոդ սարքի։ 150 աշխատատեղ ապահովելու համար պետքա մի $400,000։ Ու ոչ ոք չի ասում, ձեր ասածը տոտալ իրարամերժ բաներ են։ Բարև ձեզ, եթերում լուրջ կաստ է, շնորհակալություն, որ դիտում եք, դնում եք լայքը, կարող եք մեզ լսել բոլոր հասանելի ոդքասթային հարթակներում, իսկ այսօր մեր հյուրն է ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ու միանգամից հարց, ես նայում եմ ձեր ոդքասթը Մարիո Նաֆալի հետ, ու այնտեղ խոսում եք նրա մասին, որ ընտրություններից մի ամիս առաջ ձեզ կարող է ազատազրկեն։ Այս ինչ ահազանգ էր, ինչ կա սրա տակ, թե ուղղակի վերլուծություն է։ Մենք տեսնում ենք, որ այն ձևաչափը, որ իշխանությունները պայքարում է այս պահին իր հիմնական ընդդիմադիր օպոնենտների դեմ, ոչ մի առնչություն չունի օրինական գործիքակազմի հետ եւ իրենք պատրաստում են ինչ-որ բան, որպեսզի քանի որ տեսնում են այն հասարակական աջակցությունը, որ նոր ուժերը ունեն այսօր, մենք ունենք եւ նաեւ տեսնում ենք, որ հնարավոր է իրենք գործարկեն նաեւ տեխնիկական գործիքակազմ, որպեսզի կարողանան զսպեն հասարակական աջակցության աճը։ Էդ է նա, որ քաղաքական լեզվով ասեցի մի քիչ, բայց ես փորձեմ իմ պատկերացած լեզվով ասեմ, մոլդովական սցենար, էդ է դա, որ ասում են կարող է մոլդովական սցենարը լինի վերջի պահին ինչ որ բան բլոկ անեն, թե ինչ որ բան անեն։ Տեսեք, Հայաստանը կանգնած է մեծ մարտահրավերների առջև։ Սահմանադրական առումով հարևան երկիրը պահանջում է սահմանադրության փոփոխություն։ Հարևան երկիրը ասում է, որ ինձ պետքա հենց խաղաղության պայմանագիր կնքեմ Հայաստանի ժողովրդի հետ։ Մեր երկրում կա ճգնաժամ, դա չտեսնելը անհնար է։ Հասարակության մեջ կա գերբևեռացում։ Յուրաքանչյուր քայլ ընդդիմությանը հեռացնելու հայկական քաղաքական դաշտից կբերի դելեգիտիմացիայի մեր իշխանության, յուրաքանչյուր իշխանության։ Ու հետագայում ամեն հաջորդ իշխանություն հնարավորություն է ունենալու իր հիմնական օպոնենտին մի անուն դնի ու ճամփի։ Դա ժողովրդավարության ավարտն է Հայաստանում, երկրում, որը ջրի եւ օդի պես կարիք ունի ժողովրդավարության, որպեսզի զարգանա, քանի որ մենք հումք չունենք, նավթ չունենք, բան չունենք, որ կարողանա նավթը արդյունը հանի, վաճառի, դրանով ժողովրդին ինչ-որ ձև պայի։ Այստեղ հիմնականում լավ միջավայրն է ապահովելու տնտեսական ակտիվություն, ներդրումներ։ Ժողովրդավարությունն է Հայաստանի համար միակ բանալին դեպի բարեկեցություն։ Իսկ սա ժողովրդավարության ավարտը կլինի Հայաստանում։ Յուրաքանչյուր հաջորդ իշխանություն նույնը անելու է իր օպոնենտների դեմ։ Բայց մենք մոռանում ենք, որ իրանք ժողովրդավարության բաստիոնն են ու նման քայլ, օրինակ եթե ձեզ ազատազրկեն կամ զրկեն կուսակցությունը գրանցումից, այդ հետո ոչ ոք չի կարողանա լուրջ դեմքով ասել, որ Հայաստանում արդար ընտրություններ են տեղի ունեցել, նույնիսկ իրանց դժվար կլինի դա տենց անվանել։ Ես ամեն դեպքում չեմ կարծում, որ կգնան այդ քայլին, չեմ ուզում հավատամ, որ որևէ մեկին, չեմ նաև մեզ չեմ ասում, որևէ մեկին, որևէ տեխնիկական միջոցներով ընտրական արդար process-ին խանգարելու։ Կարծում եմ, որ բնականon պետք է գնա, մենք պետք է նայենք ընտրական process-ը որպես հայկական պետության ինստիտուցիոնալ հիմքի դնելու փորձ, կարևոր քայլ։ Okay, դե ես տամ շատերին հուզող հարցը, ով է ձեր վարչապետի տեխնացիոն։ Մեր վարչապետի տեխնացուն, մեր հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է։ Ես գիտեի, որ դա եք ասելու։ Այո, գիտեմ։ Բոլորը գիտեն։ Բայց ուզում հասկանամ այդ process-ը, քանի որ ինչքան հասկացանք, կարող է մի քանի ամիս է պահանջվի ու անցումային ինչ որ մարդ պետք է լինի, որ իր վրա վերցնի պատասխանատվությունը։ Ու ճիշտ ասած տեսանք ձեր հարցազրույցներից մեկը, որտեղ ասում եք անցումային այդ բանը, կոորդինատորը դուք կարող կլինեք, բայց ինչ կա դրա մեջ, եթե ուղղակի ասեք ժամանակավորը տասնյակ օրերի հարց է ուղղակի, տասնյակ օրերի հարց է, որ մենք կարողանանք այդ հարցը կազմակերպենք, հոդված է, որ ազգային ժողովի որոշումով է փոխվում ու կազմակերպենք ու լուծենք։ Այսինքն լուծենք, թույլ տանք Սփյուռքի մեր հայրենակիցներին, ովքեր ունեն միայն Հայաստանի քաղաքացիություն, առանց որևէ սահմանափակման Հայաստանում պաշտոններ ունենալ,
ըստ իրենց պրոֆեսիոնալիզմի եւ հայրենասիրության։ Այդ հարցազրույցը չի ուզում ասեք, որ այդ ընթացքում Մի 10 օր տնեք դուք Չէ, ենթադրում եմ։ որովհետեւ դա սխալ ուղերձ է, սխալ բայց ուղերձ է։ դա ուղերձ չի, Սխալ ուղերձ է, անհրաժեշտ քայլ է, որպեսզի այդ Սխալ քայլին ուղերձ է հասնենք։ մեր երկրի համար, այս բարդ տարածաշրջանային իրավիճակում, բարդ տնտեսական իրավիճակում մենք պետք է ընտրենք այնպիսի ղեկավար, որ այդ ամբողջ ծանրությունը կկարողանա այս խնդրահարույց իրավիճակը լուծել։ Ու մենք տեսնում ենք, որ այդ ղեկավարը հայկական ամենամեծ կազմակերպության ստեղծողն է, որը ամենամեծ փորձ ունի։ Այս պայն հայկական դաշտում ամենամեծ փորձ ունեցող մարդն է ըստ բոլոր մաթեմատիկական աղբյուրների։ Ու ինքը պետք է լինի մեր երկրի հաջորդ ղեկավարը, որովհետեւ մենք կարողանանք լուծենք մեր առջև ծառացած այս շատ հիմքային խնդիրները։ Okay, ծրագրի հետ կապված ընդհանուր առմամբ ես ամեն ինչ հասկանում եմ, մենակ մի հատ հարցի հետ կուզենայի այդպես բանավիճել։ Այս հարցը Ալիկ Ալեքսանյանն եմ տվել, կապված հարկերի հետ փոքր բիզնեսների համար։ Ոնց որ զրոյացնելու գաղափար ունեք։ Ես Վրաստանում եմ վերջերս, այն հարկերը, որոնք մեր մոտ փոքր բիզնեսի համար 10% են, այնեղ 1% է։ Ու ինձ вообще-то դուր եկավ 1%-ի գաղափարը։ Համ մարդիկ ամեն դեպքում ինչ որ ձևով ինչ որ մի բան ուղարկում են բյուջե, բայց համ էլ շատ քիչ է։ Հիմա 0 շատ քիչ չի, պլյուս մանավանդ հայերին ճանաչելով դե ճանաչում ենք բոլորս հայերին։ Միանգամից ուղեղը, հայու ուղեղը սկսում է մտածել, բայ էլ ինչ բան ենք, հա, մեծ բիզնեսը դարձնենք 10 հատ փոքր բիզնես, բան, այդ ինձ քնել չի տալիս այն հանգամանքը, որ մեր հայաթի մոյշիկը ինքը դից ինչքան էլ աճի, մեկը այդեն 0 հարկա տալով։ Հազիվ սովորացրենք, որ Spotify-ով բանանիմ հիմա ասում ենք, դե կարակ download անեք MP3-ները, էլի, այդ բանն է մի քիչ։ Ասեմ, նույն 1%-ի դեպքում էլ նույն խնդիրը կա։ 1%-ի դեպքում էլ կա, որ հնարավորություն կունենան ինչ որ ձև աղճատեն ընկերությունները, բայց հարկայինը իր գործի 70%-ից ազատվում է փոքր բիզնեսին վերահսկելու ու կենտրոնանում է մեծ բիզնեսի վրա, որտեղից իրական հարկերն են առաջանում 98% հարկեր։ Երկրորդ բան ասեմ, պատկերացրեք ինչն է փիլիսոփական գաղափարը բիզնեսին ընդհանրապես փոքր բիզնեսին մինչև 115 միլիոն դրամ շրջանառություն անող բիզնեսին ընդհանրապես հարկից ազատել։ Հարկայինի հետ շրջանառության հարկից ազատել, հարկայինի հետ շփումը։ Հարկայինի հետ շփումը մեծ ռիսկ է, մարդկանց համար գլխացավանք է, վտանգ է, մենք համայնքներ գնում ենք, մարդկանց համար պետության ճնշման գործիքներից մեկն է դարել հարկայինը։ Ասում է, որ օրինակ անցնում ենք, մարդիկ ողջունում են, բան են անում, ասում են, բայց հարկայինը գալու է, այսքան շտրաֆ գրի։ Երբ որ ասենք իրանց շրջանառությունը, ասենք 5 միլիոն դրամ է, հարկայինը կարող է, ասենք 7 միլիոն դրամի շրջանառությունը շտրաֆ գրի։ Մենք պետք է ազատենք հարկային վարշահարության այդ հատվածից, ազատություն տանք, չվախենանք այդ ազատությունից։ Այդ ազատությունը վերջնական ավելի մեծ բերք է բերելու է երկրում consumer սպառողական ակտիվության ավելացմանը, շատ մեծ ակտիվացմանը։ Երկրորդը բերելու է փոքր ընկերություններից միջին ընկերությունների ավելի արագ ձևավորմանը։ Ընկերությունը եթե սպայն 20% շահույթ ունի Հայաստանում, ինքը փաստորեն տալիս է 50% շահութարկ, որովհետև 10% շրջանառության հարկը դա իր շահույթի կեսն է։ Այսինքն փոքր ընկերությունը եթե 20% շահույթ ունի, 50% շահութարկ է տալի։ Մեծ ընկերությունը տալիս է ընդամենը 18%, իր 50-ի տեղը 18%։ Այսինքն փոքր ընկերությունը ավելի վատ պայմաններում են։ Դու նոր ստեղծող թույլ կառույցին ավելի վատ պայման ես դնում, քան մեծ կառույցին։ Մենք ասում ենք մեծ բիզնեսը կփակի այդ գումարը։ Մենք տեսնում ենք տեղերը, որտեղ կարա մեծ բիզնեսը այդ փակի այդ ավելացված բանը պակասորդ հատվածը, որը ընդամենը 2% է, որի նշանակալի մասը հետ է գալու սպառողական հարկերի տեսքով։ Բայց այդ բոլոր հարկային խստացումները, հա, այդ ԱՁ-ի հարկերը, հետո պրոցեդուրալ ինչ-որ խստացումներ կան, որ ոսկու շուկայի աշխատողների մի մոմենտ բողոքեցին, տենց առանձին համակարգչային խանութների, բայց մեկը դա ինչ-որ չվերածվեց դժգոհությանը, տենց փողոցում, ինչ-որ կազմակերպված դժգոհություն այդ խստացումներից եւ այդ շատ վատ հարկային համակարգից
չենք տեսնում։ Քաղաքական համակարգը պետքա պատասխանի։ Ինչի համար է պետք լավ քաղաքական համակարգ, որ ամեն ինչին փողոցը պետքա չպատասխանի։ Ամեն ինչի համար պետքա մարդիկ դուրս չգան փողոց։ Պետքա քաղաքական համակարգը առաջարկ անի։ Տեսնում է մարդկանց դժգոհությունը վերջի պահին է հելնում փողոց, հելնում է ու անշրջելի է հելնում։ Դուրս է գալի անշրջելի, երբ որ դժգոհությունը վերջի կետին է հասնում։ Մինչև այդ քաղաքական համակարգի նպատակը այդ դժգոհությունը մեղմելն է։ Իրական լավ քաղաքական համակարգի։ Մենք պահում ենք մինչև վերջ, խնդիր ենք ունենում հետո ու հետո ունենում ենք անկախատեսելի հետևանքներ, որին առերեսվեցինք այս վերջերս, էլի։ Ուզում եմ ասեմ, որ այդ խնդիրները պետք է անկախ մարդկանց փողոցային դժգոհությունից պետությունը լուծի։ Ոնց կարելի է երկրի ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով միլիարդավոր դոլարների հարկեր է գալիս։ Հարկեր, որոնք Հայաստան պետքա չլինեին, միլիարդավոր դոլարներ է մեր պետությունը աշխատում։ Հենց այդ պահին դնես 2 անգամ փոքր բիզնեսի հարկերը ավելացնես։ Իմաստը ո՞րն է։ Գնում են Վրաստան, էլի միանգամից մեծ Մեկից Վրաստան, տեսեք, դուք ասեցիք Վրաստան 10 անգամ քիչ են հարկ տալիս։ 10 անգամ քիչ փոքր բիզնեսը հարկ է տալիս։ Երկրի երկու երկիր է դիտարկում, Հայաստան ու Վրաստան։ Որտեղ կապրես։ Այստեղ 10 անգամ գործարար ես, փոքր գործարար ես, մի բան ստացվում է մոտ այդ։ Իսկ այդ փոքր գործարը այնքան շատ փող է աշխատում, որ այն 50-ն էլ տալով հանդերձ ավելի լավ է, քան միջև այդ էր։ Դե միջին կլիներ արդեն, մեծ կլիներ արդեն։ Ոչ, պետքա թողենք մեծանա, պետքա թողենք նկատել եք, որ ոլորտը սկսում է ակտիվանալ, հարկային օրենք է ընդունում, այդ ոլորտի հետ կապված ու սահմանափակվում է երկրում։ Դա բիզնես մտածելակերպի, տնտեսական մտածելակերպի թերացումն է, բացակայությունն է երկրում։ Հայաստանում վերջի ժամանակներում մեծ հնարավորություններ են առաջացել են տրանզիտ առևտրի մեծ հնարավորություններ։ Հենց հարկերը մցրեցին, տրանզիտ առևտուրը հելավ նույն ոսկու օրինակով, գիտեք, բազմաթիվ օրինակներ։ Հենց տեսնում են մի ոլորտ սկսում է ակտիվ զարգանալ, հարկերը մտցնում են ու ոլորտը լրիվ ակտիվությունը կորցնում է։ Մենք պետք է առաջնային շահույթի հետևից, առաջնային եկամուտի հետևից չգնանք, այլ ընդհանուր ներդրումային եկամուտ, տնտեսագիտորեն ասած, ներդրումային պոտենցիալը երկրի մեծացնենք, երկար գումարին նայենք, որ հնարավորություն ունենանք մեր երկրում, ասենք, որ դուք հասկանաք, ամիսը 10-12 միլիոն դոլար է ներդրումը։ Դա շատ քիչ է։ այդ օտարերկրյա ուղղակի ներդրումը խայտարակ քիչ է։ Այդ դուք չեք պատկերացնում այդ ինչ վատ թիվ է։ Դա մի քաղաքի ներդրման չափ է։ Չհաշված Nvidia-ն։ Nvidia-ն, ինչ լավ է որ ասեցիք։ Ուրեմն 3 չառաջ օրը հայտնի դարձավ։ Չասեք, որ cancel ալնում։ Nvidia-ի փոխտվողը 70% հայկական բանկերն են։ Այո, այդ դրա մասին ես էլ կարդացի, բանկերից մեկը ոնց որ հիմնականում փողը էլի մենք ենք տալիս։ Այսինքն հայկական բանկերը, որոնք Հայաստանի ամենաուժեղ համակարգային կառույցներն են ու իրանք ապագա են տեսել դրա մեջ։ Ու լավ է որ հայկական բանկերը տենց պրոակտիվ են։ Բայց փողը ոնց որ էլի ուրիշները չեն դնում։ Էլի օտարերկրյա ներդրում չի էտի։ JD-ի սաղ վարկերը տենց են դուրս գալիս, բայց ատոմակայանը մեր փողերով պետքա լիներ, մեր պարտքով։ Սա էլ է, էլի մեր բանկերի գումարներով է։ Օտարերկրյա ուղակի մեծ մասը, օտարերկրյա ուղակի ներդրում չի։ Սուտ է։ բայց այդ օտար երկրացին էլ տենց Երևի ձևն է տենց է։ չի քնում զարթնում մտածում Հայաստանի Մեծ մասին։ գումարը պետք է բանկ լինի։ Հայկական բանկ չէ, միջազգային բանկ, որ ներդրում կա։ Նկարագրած այդ Չինաստանի պատրաստակամությունը մեծ ներդրումներ, բան ինձ էդ էլ է մի քիչ շատ լավատեսական։ Չինական բանկերը, գիտեք ոնց է աշխատում Չինաստանը։ Չի են իրանք քնում զարթնում մեր մասին մտածում։ Իրանք ֆինանսավորում են քեզ, որպեսզի դու առնես իրանց սարքավորումները։ Okay։ Դրանով իրանք սիմուլյացիա են անում իրանց տնտեսությունը։ Դա կոչվում է նոր քեյնսական դպրոց։ Իրանք որպեսզի սիմուլյացիա անեն իրանց տնտեսությունը, ներքին շուկայում էլ են տենց անում։ Ուրիշ երկրների ընկերություններին գումար են տալիս, ասում են դու գնի ապրանքը ինձանից, գումարը հետ են բերում իրանց երկիր։ Այդ ընկերությունն էլ ունենում է արտադրական պոտենցիալ, զարգացնում է այդ պոտենցիալը։ Չիպերի արտադրության համար ուզած չուզած, քանի որ դա մի տեղ է այդ հաստոցները, հա, կոպիտ ասած որ չիպերը արտադրում են, նույնիսկ չի որ կարանք նայենք որտեղից գնենք, մի տեղից ենք էլի գնելու, էլի նույն ցիկլը չի։ Չիպերը Nvidia-ի գծով։ Հա, նույնը եթե Չիպերի արտադրություն չի Nvidia-ն։ Բայց մենք խոսում ենք հետագայում դրա մասին AI գործարան, որը չի լինի, եթե չընտրենք ԿՊ-ին, հա, ու պարզվում է որ AI գործարանը ո՞րն է, էլի ուզում եմ հասկանալ։ Ինչ է AI գործարանը։ նույն data է ըստ էության, որտեղ դատաբազա կենտրոն, հա։ Հա։ Այսինքն դու առնում ես իր սարքավորումը, դնում ես ու վարձով տալիս ես իրանց որ քո բազա դատաբազա կենտրոնը օգտագործեն։
Լավ է, բայց էդի մեր փողերով արվում։ Օտարերկրյա ներդրում չէր էդի։ Էդի օտարերկրյա չի, տեղական բանկը կարար տար։ Ուրիշ ընկերության տվել է, այս ընկերության լավ արել։ Բայց ճիշտ ասեք մարդկանց, թող ճիշտ ասեն մարդկանց։ Իրականությունը ասեն, փաստորեն իրենց տնտեսական ծրագրից երկու թեմայից երկուսն էլ 8 էր։ Օթեր, որ օտարերկրյա ներդրում է։ Մեր ներքին ռեսուրսներն են, այսինքն էլի օտարերկրյա ներդրում չկա։ Դուք շատ հետաքրքիր բան ասեցիք, բա այդ ներդրողները նենց չեն վազում Հայաստան։ Իհարկե չեն վազելու։ Մենք պետական կառույցները նայենք, ասենք Հայփոստը հայկական ամենամեծ ներդրողներից մեկից Էռնեկյանից վերցրեցին, մարդիկ չեն հիշում էդի։ Ու Հայփոստի սակագինը բարձրացրեցին։ Որոշ տեղեր Այդ ես հիշում եմ։ Որոշ տեղեր անգամով մինչև 80% էր վերցնելուց հետո արագ ու դրեցին կուսակցական տնորեն, կուսակցության հետ աֆիլացված տնորեն։ Երկրորդը նույն այս օրինակ Քաջարյանի օրինակը հանքի։ Քաջարյանի օրինակը նույն խորհրդում կա կուսակցական քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ պրոֆեսիոնալ մենեջեր չի դրված։ ՔՊ-ի տեղական կառույցի ղեկավարին են դրել կամ ներկայացուցիչին են դրել այնտեղ։ Բա ոնց ստացվեց որ հեծում այտենց բան չքննարկեցին անգամ։ Դետի քննարկելու չի, էդի երկրի տնտեսական տրամաբանությունը քանդում ես։ Դա շատ չորով էր էլ։ Քանդում ես, քննարկելու բան էլ չկա տեղ։ Դու իրավունք չունես քո կուսակցական անդամներին նշանակես պետության ամենամեծ մասնավոր ընկերությունների վրա վերակացու։ Դա արդեն համակարգային գիտեք ինչի է։ Թիմայնությունը, թայֆայականությունը, որը վաղ թե ուշ բերում է կոռուպցիայի։ Բերում է համակարգային, իրենք նայել են, տեսել են Քաջարյանի օրինակով լավ է գնում, ոնց որ մի քիչ էլ շարժ են արել։ Մեր հասարակությունը վաղ թե ուշ կիմանա թե ինչ շարժեր են արել Քաջարյանով ու ինչ շարժ են հիմա անում Քաջարյանով մինչև այսօր։ Ու տեսել են, որ ոնց որ դուրները գալիս է, մի հատ նայել են, ասել են, լավ մի քանի ակտիվ էլ վերցնենք։ Սա ժողովրդավարական ճանապարհի մեծ վտանգ է։ Սա կոռուպցիայի դեմ պայքարի։ Փաշինյանի կառավարությունը առաջ 2 տարին վատ չէր կոռուպցիայի դեմ պայքարում։ Ճիշտ եմ ասում։ Ու այդ ճիշտը պետքա մենք բոլորս ուր տեսնում ենք, որ արդարացի կարելի է ճիշտ գնահատական տալ, պետքա տանք։ Առաջ 2 տարում մենք էֆեկտը զգացել ենք։ Հետո իրանց վարկանիշ կորցնելու հետ զուգահեռ իրանց կոռուպցիոն դրսևորումների շեշտակի աճ նկատվեց երկրում։ Ու արդեն համակարգային ենք մենք զգում, որ էդի կա։ Մեր հասարակությունը, օրինակ Քաջարյանից ծանոթներ կունենաք, հարցրեք, թե ինչ է կատարվում հանքում։ Ինչ է կատարվում։ Երկու բառով ինչ է կատարվում։ Հանքում կատարվում է այն, որ որոշակի քաղաքական կուսակցության անդամներ որոշիչ դեր ունեն պայմանագրային դաշտում։ Մասնակցում են տնտեսական գործունեությանը։ Եվ այսպես YouTube-ի մոնետիզացիան գալիս է Հայաստան ու եթե դու մտածում էիր, որ ճիշտ կլինի ինչ-որ հաղորդում, ոդկաստ սկսեմ YouTube-ում, այդ մոմենտն է։ Բանն այն է, որ մեր Spin Ideas Agency-ն զբաղվում է YouTube-ի հետ կապված բոլոր հարցերով, այնպես որ զարգացնել, շատացնել, մոնետիզացնել, սկսել հաղորդում, փոխել հաղորդում, ավելի լավը դարձնել հաղորդումը, համեցեք Spin Ideas։ Ցանկացած ոճի, ճաշակի, տաղավար, փոքր, մեծ, շատ մեծ, լսարանով, առանց լսարանի, մի խոսքով ամեն ինչ տեղ ունենք, ինչպես եւ մարքեթինգային ծառայությունների ողջ ցիկլը։ Ձեր ոդկասթի ստուդիան կարող է ունենալ այս տեսքը կամ այս։ Հիմա պատկերացրեք, որ մենք ունենք 9 այսպիսի ստուդիա, այսինքն 36 տարբեր դիզայն ըստ ձեր ճաշակի։ Ու սրանք դեռ փոքրերն են։ Ունենք նաև մեծ ստուդիաներ ավելի մեծ նախագծերի համար։ Բարև ձեզ, սիրելի YouTube-ա։ Հոп, այս տաղավարը արդեն վերցրած է։ 21-րդ դարում քոնթենթը արքա է, որ ոլորտից էլ լինեք։ Ֆինանսներ, իրավաբանություն, քաղաքականություն, արվեստ կամ ուրոլոգիա։ Հոպ, ուրոլոգիան արդեն զբաղված է։ Դուք ունեք արժեքավոր ասելիք։ YouTube պրոդյուսերները հատուկ ձեզ համար կանցկացնեն հետազոտություն եւ կգտնեն լավագույն ֆորմատը։ Մեր ամենազբաղված հաճախորդները կարող են գալ ամիսը 1-2 անգամ կամ նկարահանվել live ֆորմատով։
կներեք։ Այնուհետ Spin-ի post-production թիմը կմոնտաժի ձեր հաղորդումը, դիզայն թիմը այն կփաթեթավորի, մարքեթինգային թիմը կզբաղվի առաջխաղացմամբ սոցհարթակներում, իսկ մասնագիտացված YouTube թիմը, որից երկրում այլևս չկա, իր ձեռքը կվերցնի ձեր ալիքի կայացումը։ Spin Ideas Agency-ում մենք հաշվի ենք առել ամեն մանրուք ձեր ժամանակը խնայելու եւ արդյունավետությունը բարձրացնելու համար։ Տեսեք, ես այդպես տնտեսագիտական շատ մեծ գիտելիքներ չունեմ, դրա համար ես ստիպված եմ իրանց փաստարկները բանել, հա, իրանք ասում են, հա, լավ է, վատ է, բայց առաջ ընդհանրապես բյուջե գալիս է ինչ-որ փոքր մի մաս, ասենք հարկերի տեսքով, իսկ հիմա շահույթի տեսքով մի եկա մասնաբաժին գալիս է, այսինքն ինչ-որ դա տրված է ոչ թե բաներով է գալի, դիվիդենդով է գալիս, դա գալիս է Վահան Քերոբյանը արտահանման վրա դրվել է հարկ։ Վահան Քերոբյանը դրել է հարկ արտահանման վրա, որը տրամաբանական լավ հարկ է դրել։ Դա կառավարման հետ կապ չունի։ Դա մինչև իրանց մտնելն էլ կարային դնեն։ Okay։ Լավ, մի հատ էլ ուղղակի կոմենտ անեմ այդ Firebird-ի բան Nvidia-ի հարցում չեմ հանձնում, էլ ուզում մի դրական բան տենամ։ Ամեն դեպքում ինչ-որ բան մտնելու է, չէ՞։ Ուզեմ ասեմ, product ստեղծվելու է, բայց ստեղծել է product-ը, պետությունը, պետության մասնակցությունը որպես այդպեսին։ Մասնավորը ակտիվ թիմ կա։ Ակտիվ թիմը ապահովել է լավ գործարք։ Ու գնում է սարքավորումները Ամերիկայից բերում դնում է։ Բայց դա ցույց տալ, որ հիշում եք սովետական միության քանդվելու ժամանակ մեծերը պատմեն, ասում են ջերմուկը մեզ կպայի։ Հիմա էլ ասում են Nvidia-ի այն 4 միլիարդը որ բերեց Ամերիկան դրեց, մեզ պահելու է։ Չկա տենց բան։ Հոնկոնգին անցնում ենք հեսա։ Չկա տենց բան, հարգելի հայրենակիցներ, ոնց որ չի էլ լինում, տենց հրաշքներ չեն լինում, դա հարյուրավոր գործարքներ, հարյուրավոր տարիների աշխատանքա երկրի տնտեսությունը վերակենդանացնելը։ Մի կարճ լուծումները, հեշտ լուծումները, սուտ լուծումներ են։ Իսկ ո՞նց եք պատժելու այդ աճած կոռուպցիան, որը սպասել, ուզում եմ իմ տնտեսագիտական ամբողջ տուպայությունը միանգամից փռեմ սեղանի վրա։ Երբ ինչ-որ մեկը ներդրում է անում, հա, ինչ-որ մի մաս բանկերից վերցնում են։ Հիմա կարար միջազգային ինչ-որ բանկերից վերցնեն, հայկական հիմնականում կարծեմ Արժեն բանկն է, ու էլի մի քանի բանկ, բայց այդ փողը նես չէ որ մեր փողն ենք դնում, ոնց որ բանկից մասնավորը վերցնում է բանկից, դեպոզիտների փողն է բանկը։ Հիմա պետք է Եվրոպական բանկը այդ տոկոսների վրա աշխատել, հայկական բանկերն են աշխատում, win-win չի։ Սրան է պատասխանեմ, որպեսզի իմանաք։ Հայկական բանկերը վաղ թե ուշ այդ վարկերը տալու էին ուրիշ ընկերությունների։ Վարկային պոտենցիալներ։ Հայ ընկերությունների։ Հայկական ուրիշ ընկերությունների ցանկալի կլիներ, շատ ցանկալի կլիներ, խնդիրը գործարքը չի, չեմ ուզում գործարքը քննարկեմ։ Գործարքը շատ լավ է, որ հայերը այդպիսի բան են արել։ Գործարքի ներկայացումն է խնդիրը, որ իրենք պատմել են մեզ, հա ուրիշ ձև է ներկայացնում։ Ներկայացրել են, որ փողը գալիս Ամերիկայից։ Ամերիկա գնում է փող։ Հա։ Ներդրման ժամանակ չեմ ուզում սխալ ինֆորմացիա իրենք տան։ Դրական բաներ կա, բայց լավ է։ Ես ձեզ ասեմ, մեր թիմը աջակցելու է այդ պրոյեկտին, բայց պետքա ճիշտ ասենք այս մարդկանց, չի կարելի հեշտ լուծումներով սխալ տվյալ տալ մեր հասարակությանը, աշտարակում նստած մեր հայրենակցին չի կարելի սխալ տվյալ տալ, այդ մարդը սխալ տվյալը վերցնում է, հնարավոր է սխալ հետևանքի գա, որ այս մարդիկ տնտեսական ուժը քաղաքականություն են վարում, որը իրականությանը ցավոք չի համապատասխանում։ Նա դուք ասացիք սկզբի շրջանում ինչ պայքար կար կոռուպցիայի դեմ դրական, հետո վերացավ, այդ մասով ծրագիր ունեք, ինչ եք նախատեսում, ո՞նց եք նախատեսում։ Տեսեք, համակարգային, այդ գիտեք կոռուպցիա հենց corrupt բառը փթթում, համակարգային այդ փթթելու դեմ հիմնական պայքարը իշխանության փոփոխությունն է։ Այսինքն 2 ժամկետից ավել մի անձը պետքա չլինի իշխանության, որպեսզի իր կուսակցությունը մոդել չնայի, որ ամբողջ տնտեսական միավորների իր կառավարման տակ լինեն։ Ով ցանկացավ 3-րդ անգամ ընտրվի, ով հերար նպատակ ունեցավ, որ 3-րդ անգամ ընտրվելու է, դնելու է համակարգեր սարքի, տնտեսական միավորներին ճնշի, բիզնեսներ վերցնի իր կառավարման տակ, այս կամ այն ձևով անունը դնի պետությունը 10% փայ ուզում, բայց իմ կուսակցության անդամին դրեք տնօրենների խորհուրդ կամ ուրիշ ձև, եթե դու քո պաշտոնյային երկրի ղեկավարին բացատրում ես, որ 2 ժամկետից հետո պետք է գնաս, ինքը արդարադատության հարցն էլ է ճիշտ լուծելու է այսպես, որ իրանից հետո
հասկանալու է, որ այդ արդարդատությունը ուրիշի ձեռքն էլ է լինելու։ Իրան էլ արդար դատեն։ Այո, Իրան էլ արդար դատեն։ Միակ ճանապարհը արդարդատություն ունենալու իշխանության փոփոխությունն է, փոփոխելիությունն է։ Մեր այս բան ամենամեծ վտանգներից մեկը, պատկերացրեք, այս կառավարությունը 2 ժամկետից հետո գնում էր։ Մենք էլ էգզիստենցիալ մեծ խնդիր չենք ունենա։ Կգար ուրիշ կառավարություն, որը սխալները չեր անի, ինչ որ ճիշտ բաներ կաներ, ինչ որ հետո ուրիշ փոփոխելիությունը ապոմա ինստիտուցիոնալիզմ։ Բայց ինքը չի ուզում գնա, որովհետև աղետալի պատերազմ ալնելու հենց ինքը գնաց։ Ինքը կուզենար երևի այդ ձեր ասած ժողովրդական 2 սրոկ նստել, բայց հիմա նես դասավորվեց, որ հենց ինքը չի հավաքում սահմանադրական մեծամասնություն, աղետալի պատերազմ ալնու, ու դուք էլ բանը լրիվ իրանց պայմանավորվածը վերաբանակցելու եք։ Ну, այդպես գոնե հմեկով շարունակ մեզ պնդում են։ Ես այստեղ եմ ու ձեզ ասում եմ, որ վերաբանակցել տեքստի հետ կապված չի վերաբանակցվելու տեքստը, որտեղ մենք հասկանում ենք, որ կա երրորդ կողմի հետ պայմանավորվածություն։ Վերաբանակցելու կարիք չկա, երաշխավոր տեքստից դուրս տեքստի երաշխավոր ենք ուզում։ Բանակցելը Եկա Տրամպը երաշխավոր չէ։ Չէ, վկա է։ Դե հիմա իրան ասենք, օքեյ, ձեր վկայությունը մեզ հետաքրքիր չի, եկեք վերենք ում։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմնական մեր քաղաքականությունը ինչա, վկայի կարգավիճակից Բարսելոնա երաշխավորի կարգավիճակի։ Որ վաղը մյուսօր 100 հոգի գա Հայաստանի սահմանը հատի կամուֆլյաժով, մենք տեղ ունենանք ում հետ քննարկենք, մեկից զինվորները չգնան դրա դեմ, նոր կոնֆլիկտ չլինի, միջազգային ինստիտուցիոնալ ինչ որ բան է պետք, գործիքակազմ է մեզ պետք սրա համար։ Երբ որ ասում ենք երաշխավորը պետք չի գա ավելի լավ պետք չի գա, բայց մի օր կարող է պետք գա, չէ՞, ի՞նչն է իրենց հերո պահում երաշխավորությունից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ու եւս 1-2 երկիր տարածաշրջանային, ովքեր կկարողանան հարցը լուծեն, եվրոպական, որպեսզի մարդիկ չմտածեն, թե ինչ որ ընտրանքային առաջարկություն ունենք թե ում հետ։ Ադրբեջանի ֆոբիաներն են, բոլոր մեր բաները, որտեղ կար ինչ որ եվրոպացի կամ երաշխավոր, այդ բոլորը սիրուն հերթապաներ են։ Եթե չի ուզում ինքը ապագայում նկրտում չունի Հայաստանի հետ կապված, ինչու չի ուզում երաշխավոր։ Ինչն է պատճառը։ Ինչու ասում երկուսով լինենք։ Ուրեմն կա ինչ որ նկրտում։ Ուղղակի այդ պահը, որ այն փոքրիկ պատուհանը մինչև երաշխավորը եկել է ու իշխանությունը փոխվում է, ստեղը ինքը կարող է այդ նկատնել, որ այդ փոքրիկ պատուհանը կօգտագործի։ Մենք հատուկ ուղերձ ենք արել, միջազգային մեր գործընկերներն էլ են ուղերձ արել, որ մեր դեպքում, ես չգիտեմ, հիմնական ընդդիմադիր ուժը այսօր ով հավակնում է իշխանության գալու, ուժը Հայաստանն է։ Մեր դեպքում մենք մեր արևմտյան գործընկերներն էլ տեղեկացրել ենք, որ մենք չենք վերաբանակցելու կետերը։ Խնդրում եմ մի անգամ էլ մենք չենք վերաբանակցելու կետերը։ Մենք ուղղակի ավելացնելու ենք երաշխավորների քանակը, երաշխավորի ինստիտուտը պետք։ Այդ շատ ռացիոնալ բան եք ասում, դա հասկանալի է, բայց ասենք հարևան երկրը ասում է, չէ, առանց երաշխավորի, սենց լավ է, սենց մնա։ Կամ այդ նույնը դա հենց բանակցային արվեստն է, դա հենց բանակցություններն է, դա հենց տարածաշրջանային կոնյունկտուրայի ճիշտ պատկերացումն է։ Մեր նկրտումը արդար է, իրանց համար էլ է պետք երաշխավոր, որպեսզի իրանք վստահ լինեն, որ Հայաստանը կատարում է իր բոլոր պարտավորությունները։ Մեր համար էլ է պետք երաշխավոր, որ մենք վստահ լինենք, որ վաղը կամուֆլյաժով 100 հոգի գա, դա չի բերի կես ժամ հետո առճակատման։ Ասում են, մենք ունեցել ենք 3 երաշխավոր, որ 30 տարի հետաձգել են անկանխատեսելի հետևանքներով process-ները։ Բայց երաշխավոր չենք ունեցել, միջնորդ ենք ունեցել։ Իսկ այս պահին մենք ունենք մեծ հնարավորություն երաշխավոր ունենալ, քանի որ տարածաշրջանը Չինաստանից Եվրոպա ամենաանվտանգ ուղին է դարձել։ Շանս կա։ Իսկ այստեղ չկա հնարավորություն նույն Ադրբեջանի ինչ որ տնտեսական շահերով հետաքրքրել, որովհետև մենք գլոբուսի վրա ուզած չուզած իրար կողք ենք։ Էլի հետաքրքրենք։ Մենք միլիոնավոր դոլարների, եթե մեր գերիների հարց ունենք, տարբեր հարցեր ունենք, բայց մենք կարանք ընդհանրապես լիբերալիստական մոդելը, լիբերալ մոդելը տարածաշրջանային զարգացման, դա համագործակցության մոդելն է, որին մենք փոխշահավետություն մեր Բալտիկ երկրները, որը այս տարածաշրջանի անխուսափելի ապագան է, անխուսափելի, Վրաստանի հետ մենք էդի կարանք ունենանք,
Մեզ պետք է որ տարածաշրջանը լինի խաղաղ բուֆեր 3 տերությունների մեջտեղը։ Ու կլինի ամենահարուստը։ Բայց դրան պետքա գանք երաշխավորով, որպիսի ներքաղաքական լարման պայմաններում հարևան երկրում չօգտագործվի Հայաստանի հետ process-ը, որ ներքաղաքական գործիքակազմը լայնացնելու համար։ Քաղաքական լեզվով ասեցի, երևի քանի որ Հասկանալ էր, այդ դրան նման նաև դիլեման այդ թրիփի շրջանակներում էր, հա, շատ ուժեր ասում են լավա, բայց երաշխավորներ չկան, հա, կամ ոնց որ շատ մեծ ձեռքբերում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես վկա է։ Իրապես Թրամփի ներգրավումը մեծ պոտենցիալ ունի, բայց ձևաչափը պետքա լրջացնել ավելի։ դե դա դժվար եմ պատկերացնում, օրինակ առաջին նախագահի ներկայացուցիչները մեր մոտ Լևոն Զուրաբյանն ասում է լավ կլինի նաև Չինաստանին կամ նաև Ռուսաստանին ներգրավել այս թրիփի մեջ, ավելի տենց ուժեղացնել դա, բայց ես չեմ պատկերացնում Թրամփին ինչ որ մեկը դիմի, ասի, գիտեք ինչ, շատ լավ է թրիփը, բայց Չինաստանն էլ մտնի, կամ Ռուսաստանն էլ, Թրիփի մեջ որպես տնտեսական միավոր չէ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման երաշխավորն է պետք։ Մեզ պետք է երաշխիք, հիշում եք Եգիպտոսը ու Իսրայելը իրար հետ Քեմփ Դեվիդում ունեցան պայմանավորվածություն, որ ունի երաշխավոր։ Դե հա։ Եթե իրենք որ դրա կարիք ունեն, մենք Ուկրաինան պատերազմը մի տարի ավելի երկարաձգում է մենակ նրա համար, որ երաշխավոր ունենա։ Մենք ունենք այդ հնարավորությունը երաշխավորի։ Ունենք, իհարկե ունենք։ Հիմա ասես տարածաշրջանային մի քանի երկիր արդեն ոնց որ հարևաններ ունենք, որ հայտարարել է, որ մենք Հայաստանի տարածքային ամբողջականության մեր համար կարմիր գիծ է։ Ուրիշ ձևաչափեր կան, խաղալու ներկայացնելու process-ը լայն դիրքեր ունենք մենք։ Նայելով ծավալվող արդեն իսկ թվում է կարելի է էլի առանց տենց ամաչելու ասել Քարոզ Արշավին, որտեղ ինչ որ կատարվում է, գոնե Քարոզ Արշավա, մի քիչ ես չեմ տեսնում, որ որևէ ընդդիմադիր ուժ այս մասի վրա կենտրոնա, որտեղ Փաշինյանը նկարագրում է շատ sense երկու հատ բիպոլյար իրականություն, մեկը որ սեպտեմբերին եթե չհավաքեն 67% սկսում է աղետալի պատերազմը, մյուսը որ այդ վերցրած 4 միլիարդը ծախսվել է զենքերի վրա, մենք Ֆրանսիայից ենք զենքեր բերել, ամրապնդել ենք սա sense բան երբեք չի եղել, ինչը չպետք է նվազեցնի այդ պատերազմը, այսինքն տպավորության որ sense երկուսն է գցում են դաշտ ու որը կպնի ու ոչ ոք չի ասում ձեր ասածը տոտալ իրարամերժ բաներ են։ Այո։ Ինչի՞ չեք ասում։ Ասեմ զենքերի պահով։ Ուրեմն որևէ պետական պարտք քեզ չի տրվում զենք առնելու համար, եթե դա պետական մեր վերցրած պարտքերից ոչ մեկ զենք առնելու համար չի։ Քայքի դոյանը։ Այո, չի մեզ փող չեն տվել, պետական պարտք չեն տվել զենք առնելու համար վերջի մի քանի տարում։ Դա եղել այն ժամանակ, երբ որ գիտեք հատուկ ֆինանսավորմամբ այլ գործընկերոջ հետ հիմա չեն տվել։ 1, երկրորդ Փաշինյանի կառավարման ժամանակ ասեմ թե ուրեմն Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական հարաբերակցությունը մինչև սկսելը 20 թվին մինչև 3 անգամ էր մեր անվտանգային թիմը ավելի խորքային կասի, քանի որ մասնագիտական իրենց ոլորտն է։ Հիմա մոտավորապես 8 անգամ Հայաստան ավելի հետ է։ Մենք այսպես ասեմ, որ 100% մենք կարողանանք թվերով էլ ցույց տանք բաց աղբյուրներից։ 2.5 անգամ ավելի շատ է տարբերությունը մեծացել մեր երկրների միջև այս վարչապետի կառավարման ժամանակ։ Թող չգան պատմեն մեր մարդկանց դիզինֆորմացիա տան, որ իրենք ինչ որ բալանս են հետ բերում, այդպիսի բան չկա։ Իրենք գնում են այլ երկրից ավելի թանկ զենք, համեմատական թանկ զենք, քանի որ չեն կարողանում պայմանավորվեն։ Լավ, պայմանավորվող չեն։ Ինչ վերաբերում է խաղաղությանը, դիզինֆորմացիա սեփական հասարակությանը վախացնելու օրինակը։ Մեր երկրին, մեր այսօրվա ղեկավարը ամեն ինչ արդեն տվել է հակառակորդին։ Արցախի 5 շրջանը տվել է, 2 Լաչին ու Քարվաճառը տվել է, Արցախը տվել է, ճանապարհը տվել է Սյունիքի։ Ինչը չի տվել։
Ինչ ուզել են Համանadrությունը տվել է։ ու Իսկ ինչն է Արարատի դառնցել։ պատկերով հիանալն է Ինչն է մնացել։ երաշխիքը, որ էլի բան ուզեն, Այդ երաշխիքը չկա։ իսկ իրան Իսկ գիտեք դուք ինչ են տալիս եք ուզում։ այդ երաշխիքը։ Իսկ իրան գիտեք ինչ են ուզում։ Հեսա ասեմ։ Իրան գիտեք ինչ են ուզում։ Ուզում են ավելի խնդիրը ներհայաստանյան սարքեն։ Ունենան Հայաստանում իրենց ազգի ներկայացուցիչներ, որպեսզի խնդիրը տեղափոխեն ներհայաստանյան դաշտ։ Ինչն է մեր երաշխիքը, որ ինքը չի անելու դա։ Այս երկրի այս վարչապետը, քանի որ ինչ ուզել են տվել է։ Եթե կա երաշխիք, խնդրում եմ ասեք։ Չէ, ես երաշխիք չեմ տեսնում։ Իրանց փաստարկը ուղղակի կարան բերեմ, եթե մենք չենք բարձրացնում Արցախի վերադարձի ընդդբնակչության հարցը, իրանք էլ չպետք է այս հարցը Իրենք հարյուրավոր փաստարկ են բերել Սյունիքի ճանապարհի հետ կապված, վերջում տվել են։ Հարյուրավոր փաստարկ են բերել Արցախի։ Իրանք ասել են էթնիկ զտում էր, հիմա արդեն ասում են տեղափոխված է։ Որ բռնի էլ չէ։ Դες պրոստը տեղափոխվեցին։ Քանի 4 օր էր անցել այդ դեպքերից 23 թվականի։ Մեր արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ անվտանգ է Արցախի հայերին բան չի սպառնում ընդ։ Դրանով իսկ վերջի քարտը մեր ձեռքից վերցնելու, որ մարդկանց ենթարկում են էթնիկ զտման։ Okay, ես էլի ծրագրից հարցեր ունեմ, նախ մթերման կայանների հետ կապված ուզում ասեմ, որ հարց չունեմ, որտեվ այդ իմ ամենասիրած լավն է։ Այդ ամենացավոտ մի հատ հարց էր Հայաստանում։ Եթե բերքը լավն էր, օրինակ եթե էլի վատ է։ Եթե վատ էր, վատ էր, win-win չկա։ Եթե բերքը շատ լավ է, բան, դե շատ վատ է, որ Ծիրանը շատ է, չգիտենք ինչ անենք Ծիրանի հետ։ Մի քիչ Ռուսաստան տրանք, մի քիչ ջեմ սարքեցինք, մնում է։ Նենց որ այդ ենթադրում եմ այդ հաշվի է կարել ներկայացնելով, այդտեղ դրա համար, չգիտեմ, եթե ինչ-որ բան կա, որ չգիտենք, այդ կարանք բանենք, մյուսը դե աշխատատեղերի հարցն է 300,000, այդ ավելի գլոբալ հասկանանք։ Այդտեղ ուզում եմ ավելի խորտ։ Հա, էլի Խաչատուր Սուքասյանն էր Պետրոսի մոտ, ասենց ուսում դե չի կպնում իրար մաթեմը, որ ստեղծենք X քանակի աշխատատեղ, պետք է այսքան միլիոնի ներդրում, այսքան ժամանակ, այսքան բան, որը տենց չի իսկական է, որ բաժանեցինք օրեն ձեր նախորդ ոդկասթում, իսկապես չեմ պատկերացնում ոնց ինչքան ներդրում է 300,000-ը ապահովում 300,000 ներդրումը չէ, ներդրումը չէ, աշխատատեղը։ Հա, ինչքան ներդրում է։ Այսինքն հիմա կհիշեմ, բայց որ հարաբերակցություն կար, որ պետք է նայեմ, բայց այսքան միլիոն մի աշխատատեղը մեր էկոնոմիկայի նախարարը հաշվել է, որ $50,000 ներդրում է պետք, $50,000, որ մի աշխատատեղ ապահովի։ Իմ հիշելով այդ հիմքից են գալիս։ Տեքստիլի մեջ ասենք 150 աշխատատեղ ապահովելու համար պետքա ասենք մի $400,000։ Ոլորտային տարբերություններ կան։ Մենք ամեն դեպքում արդյունաբերության մեջ այդքան մասնագիտացված Հայաստանում մեզանից լավ չկա։ Մենք ու մի բան է 300,000-ից 90,000-ն է արդյունաբերությունը, 80-ից 90,000-ը։ Մնացողը ծառայությունների ոլորտ է, մնացողը հյուրանոցային նաև ծառայությունների, IT-ը, մնացողը շինարարություն է, բայց հիմքը ինչու ենք շատ ասում արդյունաբերություն, շրջաններում ակտիվություն բերելու համար, մեզ պետք է այդ 80-90,000 պրոակտիվ արդյունաբերությունը, որը կլինի տնտեսական ակտիվացման հիմք, արտահանման հիմք, երկիր գումար բերելու հիմք, որ ամեն շրջան գնալուց մենք տեսնում ենք, որ գյուղերում մարդ չկա։ Այսինքն այդ 80,000-ը ինչ որ ձնագնդիկի էֆեկտ է ինքը տալիս։ արդյունաբերության մեջ ամեն մի աշխատատեղ 1.5-2 հավելյալ աշխատատեղ է ստեղծում։ Մի աշխատատեղ արդյունաբերության մեջ 1.5 մինչև 2 հավելյալ աշխատատեղ է ստեղծում։ Իսկ հա, կներեք, ուղղակի ուզում եմ ասել, ինչքան է դա պետության գործը, հենց բուն աշխատատեղեր ստեղծել։ Գուցե պետությունը պետքա դաշտը ստեղծեր, չինը օրենքները, որոշ տեղերում զրոյացներ, ինչ որ նույնիսկ բաներ, բայց հենց ոնց որ պետությունը պետք է գնա զավոդ սարքի, այդ պահը եկեք գնանք իրար հետ ամասյա։ եղել է Գնանք նստենք ու ասենք այս մարդկանց ու տեսնենք մարդկանց կյանքը ու հարցնենք մարդկանց ձեր հույսը լավ կյանքի որտեղից է գալիս։ Մեր երկիրը 30 տարի ինչ ա արել։ Ինչ որ օրենքներ են բաները շատ խելացի մարդիկ մտածել, շատ խելացի, շատ լավ օրենքներ։ Ու նստել են սպասել են, որ ներդրողը գա։ Մոտապես սենց։ Նստել սպասել են։ Ներդրողը տենց չի գալիս։ Դու պետքա ստիմուլյացիա անես ներդրումային ակտիվությունը։ Դու պետքա ստեղծես։ Դե կարող բյուրոկրատիան թեթևացնեք, ավելի բյուրոկրատիան օգնում է, ճիշտ է, օգնում է, բայց մեր պես երկրին դա էլ
պանացեա չի։ Այսինքն դա ուղիղ involvement է։ Ունի ուղիղ ներդրումային պրոյեկտների մեջ պետության մասնակցություն ոչ կառավարման մեջ։ Հատուկ գործիքակազմեր կան, որ պետությունը սիմուլյացիա անում, որ ներդրողը ավելի համարձակ ներդրում անի իր երկրում, լավ դաշտ է տալիս։ Դա տալիս է քո արտադրանքի պաշտպանության դաշտ։ Կարող է տալ ինչ որ մասով 20%-ով ներդրումային բան տա, ինչու 20%-ով օրինակ ներդրումային մասնակցություն ունենա, որովհետև ամբողջ process-ի ընթացքում մոտապես 20-ից 25% էլ մինչև հնարավոր է հարկ հետ գա։ Այսինքն ինքը մեծ առումով պետությունը գումար չի տալիս, ուղղակի ներդրումա հետո հարկերով հետ ստանալու նպատակով։ Իսկ դե նեպոտիզմի վտանգ չկա, որ դուք ձեր մոտակա շրջապատի մեջ այդ ներդրումային ստիմուլյացիոն ծրագրերը կանեք եւ ինչ որ սփյուռքահայ, որ ուզում էր գար գործարան բացեր, ինքը կարող է տենց պատասխանեմ։ Մեր բիզնեսները այս պահին այնքան շատ են ու այնքան մի քիչ անհամեստություն ասեմ, բազմաշերտ են, որ այդ նեպոտիզմի ամբողջ պոտենցիալը ու ընդհանրապես պրոֆեսիոնալիզմի ամբողջ պոտենցիալը կարելի է օգտագործել այդ ուղղությամբ։ Մի հոգի չի կարող դա համահայկական օրակարգա ու 5-ից մինչև 10 տարվա տարբեր 5 տարվա ընթացքում 300,000, բայց դրանից հետո ավելի դժվար պերիոդ է գալի։ Արտահանումը պետք է արդեն ապահովես։ Առաջի 5 տարվա ընթացքում աշխատատեղներն է ստեղծում, ընկերություններն է ստեղծում։ Հաջորդ 5 տարին դու պետք է ապահովես արտահանելի ապրանքների աճ, որ երկիրը աշխարհին տալու բան ունենա։ Դե օրինակ նավթա վերամշակող հզորություն, հա, թե ուզենանք ստեղծենք, ոնց է դրա process-ը, ինչ որ տալիս եք շահավետ պայմաններ, մրցույթ եք հայտարարում, հետո նաև հաշվարկ ենք անում, ով կարող, որտեղ կարող արտահանվի, ներդրողին ասում եք, որ մեր երկիրը տարեկան $500 միլիարդ նավթամթերք է սպառում։ Հա? Մենք Այո, $500 միլիարդ։ Հա, դա չգիտեմ։ Okay։ Մենք այս դաշտը տալիս ենք ձեզ։ Ներդրում արեք, $500 միլիարդ դաշտը 5 տարով ձեր համար ապահովում ենք ներդրումը անելուց հետո հատուկ դաշտ, որ դուք կարողանաք Հայաստանի ամբողջ շուկան ապրանքով փակեք։ Ու հետաքրքիր բան կա նավթա վերամշակման մեջ։ Նավթա վերամշակման ամբողջ ցիկլը ապահովելու համար քեզ պետք է որ ստանաս բիտում ասֆալտի համար, կերոսին, բանի համար։ Հա, էդի, բայց կերոսինը հիմնականում ինքնաթիռների համար է, ամենամեծ ինդուստրիա։ Բենզին, դիզել ու նաև պլաստիկ։ Ամբողջ ցիկլը Հայաստանը ներմուծում է։ Սա մեծ ներդրումային հնարավորություններ է ու նաև հետո պլաստիկի վերամշակում կա։ Հետո բիտումի տեղական արտադրությունից հետո մենք հիմա Պարսկաստանից բերում ենք տեխնիկ ավտոյով, որը թանկ է։ Բիտումի տեղական ստանալուց հետո դու կարողանում ես ավելի էժան ճանապարհային շինարարություն անես։ Ամբողջ համակարգը դիզելը էժան է լինում, գյուղատնտեսական ապրանքը գյուղացին քիչ է վճարում դիզելի համար։ Բայց դիզելից սախ երկրները հրաժարվում են ամենասենց։ Դիզելը թո ամենամեծ խնդիրը է դա։ Դիզելը էսպային բաների համար, գյուղատնտեսության համար էդի ստրատեգիկ հումք է։ Հիմա Պետրոսը կհարցներ, բան չի միջև հիմա չէի ստեղծում տես։ Տեսեք, մի քանի բան Հայաստանում վերջի ժամանակներում ամենաշատ արտադրություն ստեղծած ընկերությունն ենք, ամենաշատ ներդրում արած ընկերությունն ենք։ Ընդհանրապես վերջի 5 տարվա ընթացքում ամենամեծ ներդրողն ենք Հայաստանի։ Մենք որպեսզի որակական մեր պես ներդրող տասնյակ լինեն, մենք հասկանում ենք ինչա պետք։ Մեր մոտիվացիան եղել է ամեն դեպքում մեր հայրենիքում ներդրում անելը, բայց ոչ բոլոր ներդրողների մոտիվացիան կարա դա լինի։ Պետք է դաշտ սարքես, դաշտը դա ապահովես, տանելի եւ հասկանալի պայմաններ ներդրողի համար, որը չի փոխվում մի քանի տարվա ընթացքում։ Չի ելնում առավոտ մարդը ջղայնանում ինչ որ Facebook մտնում, ինչ որ կարգ փոխում երկրում։ Չես փոխում, ինչ պայմանավորվեցիր, ինչ ստորագրեցիր, դա իրավունք չունես ներդրողի համար ամենամեծ ու կարևոր բանը կայունությունն է պայմանավորվածությունների, որը դու պետքա պահես, ինչ իշխանություն էլ լինի, ինչ էլ փոխվի, երկիրը պետքա պահի։ Երկրորդ բանը, որ կարևոր է, պաշտպանված ներքին շուկա։ Դուք ու ներքին արտադրողին այլ լավ պայման պետքա տաս, քան օրինակ Թուրքիայից ներմուծման դեպքում։ Մենք հիմա համարը հավասար պայման ենք տալի։ Պետական գնումների մեջ, եթե դու գնաք օրինակ, կամ ինչ որ մեկը գնա Թուրքիայից բերի, դուք Հայաստանում արտադրեք, տանջվեք, ներդրում անեք,
պետական ներդրումները, պետական գնումների մեջ դուք մեծ տարբերություն չեք ունենա։ Այսինքն Թուրքիան կարող է բանը ավելի լավ պայմանների հնարավորություն ունենա, քան հայկական արտադրանքը։ Իսկ դա, եթե կարողանում ես ապահովես այդ պաշտպանվածությունը քո արտադրողի, առավելություն է ստեղծում, որ մոտիվացված լինես ոչ թե Թուրքիայում ներդրում անի գերմանացին, այլ Հայաստանում։ Ստեղ Պետրոսը կհարցներ։ Դե այդ նույն ընկերությունը նավթա վերարտադրող մեկը կարելի է էլի շուտ ավելի բան է, ոնց որ վերջի դանակը հասավ ոսկորին նոր Հայաստանում պղնձի վերամշակում, մենք ամբողջ պղնձի վերամշակման պրոյեկտը ոնց որ չինացի գործընկերների հետ մշակած ունեցել ենք Չիչեկանում։ Հումքը պետքա հումքը պատասխանատու վաճառի առանց ամբողջությամբ վաճառի վերամշակողին։ Դրա համար պետքա պարզ խաղի կանոններ 10 տարվա կտրվածքով, որ դու իմանաս, որ ամբողջ երկի հումքը քո մոտ է գալու, որ հզորությունը անես։ Ինչպես եք մտածում, եթե դու լինես այդ պայն որոշես, որ մի բանի հետ կառավարության հետ համաձայն չես, ներդրում ես արել $200 միլիոն Հայաստանում։ Դու օրինակ ես Հլում են մեկ էլ, հայ կամ օտար երկրի իտալացիա ներդրում անում լավ։ Okay 10 տարի դու կարաս վստահ լինես Հայաստանի կառավարությունը հումքի մատակարարումը կապովի թե չէ։ Վստահելիությունը շատ կարևոր է լուրջ երկիր ունենալու համար։ Լավ, ներքաղաքականից գրազի ձեր առաջարկը ընդունեց Ռուբեն Ռուբինյանը, փոխոսնակը, եւ շատ տարօրինակ բան է, ինքը ոնց որ թե 1 միլիարդի վրա էր գրազ գալիս, բայց ինքը չէր դնում 1 միլիարդ, ինքը դնում էր սպիտակ թուղթ, որի վրա ինչ ուզում եք կարա գրեք, նախ ինչ կգրեք, երկրորդ ես կգրեի 2 միլիարդ, բայց իրանք նույն ձև էլ բանակցում են հարևանների հետ։ Հա, բայց նայեք, ձեր մեջ չկա լուրջ բանավեճ, նկատի ունեմ ուժեղ Հայաստանը եւ իշխանությունը, որովհետեւ հա, sense ռիլերով բան ամեն մեկը մի բան ասում է, բայց ոչ ոք չի գալիս այն կետի, որ sense ռեալ մի սենյակում նստեն, օրինակ Վահագն Ալեքսանյանը եւ Ալիկալի, որ sense բոլոր իրար հրավիրում են ինչ որ պայմաններ են դնում, բան անիրատեսական, բայց ինձ թվում է, որ երկրին ջրի պես անհրաժեշտ է, որ այդ լուրջ խոսակցությունը լինի, ու ես այն ֆիկտիվ դեբատների մասին չեմ, որտեղ 32 տեխնացու ամեն մեկը մի-մի հատ հարց են տալու, մի րոպե խոսալու են, դա աբսուրդ է ուղղակի։ Կա, ասենք 3 ուժ որ տենց ինչ որ լուրջ հավակնություն ունի, ու իրանք տենց իրար հետ մեմերով, ռիլերով ու բաներով են խոսում։ Տեսեք, ձեր թվարկած գործիչները մասնագիտական առումով տնտեսությունից ու պետականաշինությունից իմ կարծիքով բավական հեռու են։ Դե ջախջախ է։ Իրանք Պապոյանը կբերենք։ Մենք հրավիրում ենք, մենք ստացի այս հարթակը ուզում ենք դրամադրենք։ Բանը Պապոյանը։ Հետաքրքիր պետականաշինության Դե հիմա բանով ասեմ 4-րդ ամենասիրված մարդն է ԿՊ-ում։ Այո, ասեմ, եթե կան գործիչներ, մենք ճիշտ որ ասեմ, մենք էլ ենք ման գալի այդ գործին, ում հետ կարելի է բանավիճել։ Դե հիմա բոլորին ասես դիսկվալիֆայ է կանում արդյունքում ոչ մեկի հետ չեք բանավիճում, բայց հանրությանը դա պետք է, որ այդ խոսակցությունը լինի, որ ցույց տակ այդ դիբատի մեջ, որ այս հարցով ավելի բան է։ Ինձ թվում է այդ հնարավորությունը մենք կունենանք, լավ միտք է։ Եթե տեսականորեն հարթակը լինի, մեր թիմակիցները սիրով Okay. Այս մենք հատուկ բան ենք, որտեվ իրոք ուզում ենք դեբատների տենց մի հատ սերիա անել, նենց որ առաջին համաձայնություն ունենք, գնանք առաջ։ Ներ ընդդիմադիրել, կարծես թե ինչ որ լարումներ սկսվեցին։ Հա, սկսվեցին լարումներ եւ ոնց որ դուք անդադ ասում եք, որ ոչ մի պարագայում Քոչարյանին չեք քվեարկելու ղեկավարի հետ, հա, չեք այնտեղ ինչ որ տենց արդեն որոշակի տենց կոնֆլիկտային պոստեր, բաներ առնվազն աջակիցների մակարդակով կան ու տրամաբանությունը էլ ասում ինչքան մոտենանք ընտրության, այնքան տենց մի քիչ բևեռացվելու է, անխուսափելի է ամեն դեպքում ինչ որ process-ներ ուժերի մեջ լինելու են, որովհետև աշխարհայացքների տարբերություն կա, մոտեցումների տարբերություն կա։ Կարծում եմ, որ մեր երկրին շատ եմ ասել, բայց դա ռեալ մենք տեսնում ենք, որ դրա կարիքը կա, մեր որպեսզի այս ատելության ֆոնը դեռ վերանա, մեր երկրին պետք է ղեկավար, որը այս որևէ կողմի ատելության ֆոն չունի։ Ու պետք է տնտեսության մասնագիտացված ղեկավար։ Նոր առաջնորդ է պետք, որպեսզի մի քանի անունների, թե լավ են տարել, վատ են տարել, թող ժողովուրդը գնահատի,
մի քանի անուններից դուրս գանք մենք։ Ու դա այն աշխարհայացքն է, որ մենք ունենք։ Այս process-ի մեջ, երկիրը փոխելու process-ի մեջ մենք մտել ենք, սա process-ի առաջին մասն է ընտրությունները։ Բայց ամենակարևոր մասը ընտրություններից հետոն է, թե ոնց ենք մենք կարողանալու հողի վրա այդ որակական փոփոխությունը անել։ Ինչ համակարգային մոդելներ ենք դնելու մեր երկրի զարգացման համար, որ մեզանից հետո էլ գործի այդ մոդելը։ Ինչ մոդել է դրվում քաղաքական, որ այն արճակատումը ու պարակտումը, որ մենք ունեցանք, ոչ մեկ չկարողանա անի, ոչ մեկ չկարողանա սեփականաշնորհի օրինակ սահմանադրական դատարանը, որ կարողանանք համակարգային ինչ որ մեխանիզմներ դրվի էս Հա safeguard-ները պետք է լինեն, որտեղ վաղ այսօր յուրաքանչյուր ու ամենակարևորը իշխանության փոփոխելիություն։ Եթե դու փոփոխելիության ես գնում, դու այդ համակարգը ստեղծում ես, նոր ես գնում, որպեսզի ասել ձեզ ապահովություն ունենա յուրաքանչյուր ամեն ժամանակաշրջանում բոլոր հասարակական գործիչներն էլ իրենց համար արդարադատության գաղափարը լինի անքննելի։ Նույն սահմանադրական դատարանի կուսակցականացումը շատ ցավալի բան է, որը շարունակվում է։ որ շարունակվում է մեր հասարակության նշանակալի մասը այդքան ուշադիր չի նայում դրան, բայց դա ուրիշ տեղից մեծ խնդիր է ստեղծելու մեր համար։ Հա, Ու նաև ընտրական հանձնաժողովի կուսակցականացումը, կուսակցականացումներն են։ Մարդիկ մտածում են, թե այդպես իշխանություն են պահելու, բայց մենք բազմաթիվ փորձեր գիտենք, որ ամբողջ երկիրն է կարան կուսակցականացնեն, շատ կարճ ժամանակում ժողովրդի կարծիքը իրանց տեղը դնի։ Բացի դրանից, ինչքան երկարումը ամենալավ ժամանակաշրջանը յուրաքանչյուր իշխանության աշխատելու, այդ իր առաջի 5 տարին է։ Դրանից հետո սկսում է փթել համակարգը։ Հա, մեր մոտ տենց պարադոքսալ բան է, էլի, իրականում ցանկացած երկրում ընտրությունից առաջ տենց կոնսոլիդացիա է լինում, մանավանդ եթե հիմնականում ընդդիմությունը համաձայն է, որ խնդրեմը իշխանությունն է, մեր մոտ հակառակ է, էլի, տենց կոնսոլիդացիայի փոխարեն տենց վախ կա, օքեյ, էս մի նախկինի հետ չասոցացնեն, այն նախկինի հետ չասոցացնեն, ու ստեղ ես չունեմ հարց։ Ուղղակի այդ աբսուրդայնությունը ընդգծել։ Կարաս ուղղակի գինի խփես։ Թեման միասնության կենտրոնացել ոնց որ թեման շարունակելով դուք ոնց որ մտակ քաղաքական դաշտ այն ֆոնի վրա, որ կարողանաս մի քանի տարի դրանից առաջ տենց շատ հակառուսական ծրագիր էր տարվում մի կողմից այդ հանրային մուլտիպլեքսով 1, երկրորդն է Ռուսաստանն էլ Հայաստանին բազմաթիվ հնարավորություններ ուներ օգտակար լինելու փրկելուց միջև գոնե աջակցել այդ բաները չարել ու մարդկանց դժգոհությունը համ արդարացի է, համ էլ մի քիչ էլ սենց ստերոիդներով, այդ եթերներով բանա։ Եվ հիմա ձեզ կապում են Ռուսաստանի հետ եւ Սամվել Կարապետյանին ու ոնց որ ստացվում է sense գալիս եք հենց այդ անբարենպաստ կլիմայի մեջ եք միանգամից ընկնում կամ ձեզ գցում են այդ կլիմայի մեջ, ինչի ոչ մի ձև չեք կարողանում համոզիչ հերքել այդ կապը Ռուսաստանի հետ։ Ասեմ, Հա, ամեն երկրի համար, երբ որ դու արդեն հասուն երկիր ես, երկրներն էլ ունեն հասունության ինչ-որ փուլ։ Դու պետք է ինչ որ հասկանաս, որ քո որոշումներն են բերում քո ճակատագիրը, քո որոշումներն են ազդում քո ճակատագրի վրա։ Ոչ մեկ մեղավոր չի, ոչ մեկ անմեղ չի։ Բոլորը ունեն իրենց հաշվարկը, իրենց որոշումները, իրենց շահերը։ Մենք դուրս ենք եկել ծով որպես անկախ երկիր։ Ու մեր որոշումներն են բերում մեր հաղթանակները ու պարտությունները։ Հարաբերությունների մեջ էլ մեր որոշումներն են բերում, մեզ կաջակցեն թե չէ։ Ադրբեջանի նախագահը շատ լուրջ աշխատանք է տարել մեր դաշնակիցների հետ։ Ինչ աշխատանք է տարել մեր երկրի վարչապետը վերջի 8 տարվա ընթացքում։ Ադրբեջանի նախագահը շատ լուրջ աշխատանք է տարել Իրանի հետ։ Ինչ աշխատանք է տարել մեր երկրի վարչապետը բացի մի քանի հանդիպումներից, որտեղ դիմացի կողմը ընդունել է իրենց, քանի որ իրենք հայ ազգի ներկայացուցիչներն են։ Բայց բացի դրանից ուրիշ աշխատանք տակից տարվել է, համակարգի հետ աշխատանք տարվել է, Ադրբեջանի նախագահը կարողացել է տանի մեր դաշնակիցներին, մեր պոտենցիալ Վրաստանի օրինակով պատերազմի ժամանակ, որ ինքնաթիռները անգամ Վրաստանի վրայով չէին գալիս։ Շատերը գիտեն, այդ օգնություններ բերելու ժամանակ խնդիրներ էր առաջանում։ Մեր համահավատ
հարևաններին Միակ հարևանը ում հետ իդեալական հարաբերություններ է, ում հետ չկա որևէ խնդիր։ Հազարամյակների մեջ մի անգամ երևի բանը 18 թվին ենք իրար հետ թեթև բան արել, մի հատ բանի համար, գնացքի համար, մի հատ երևի Աբբաս Բագրատունին է երևի բան արել։ Ինչ որ եկեղեցու կնքելու հարց կար, քաղաքեդոնական, ոչ քաղաքեդոնական։ Ու էլ չի եղել մեծ հարց։ Բայց անգամ այդ բնական դաշնակցի հետ մենք աշխատանք չենք կարողացել տանել։ Վրաստանի իրական առաջնորդի հետ քանի անգամ է հանդիպել Հայաստանի վարչապետը։ Դες վերջերս էլի հանդիպել էր։ Դե Կուսակցության ղեկավարի վարչապետից բացի Վրաստանի վարչապետին եւ նաեւ Դե հիմա մենք սկի այդ անցումային կետերի, այդ սահմանակետերի հարցը չեն կարող լուծենք։ Շատ վատ է, համաձայն եմ, բայց ասածս ինա որ աշխատանք է պետք բոլորի հետ։ Եթե մենք լինեինք Սլովակիայի տեղը, մենք կարայինք Իրանի հետ հարաբերություններին նայեինք որպես կամ տարածաշրջանային մյուս երկրների հետ, բայց ամբողջը մինչև վերջնական որոշման հասնելը նախապատրաստություններ են գնում։ Երբ որ գնում են բանակցությունների լիդերները, իրենք արդեն առաջնորդները արդեն պայմանավորված են գնում։ Մեծ առումով խնդրի 90%-ը արդեն նախապես լուծված է։ Ֆիքսելն է, պայմանավորվելն է իրենց վրա։ այդ եթե դրական սցենարով է։ Այո, ինչ վերաբերում է Հայաստանի հարաբերություններին, Հայաստանի դաշնակիցներին Հայաստանի կողքից տարել են, կարողացել են ոչ թե տարել են, այլ հավասարակշռել են։ Բայց ես վստահ եմ, որ բնական, որ տարածաշրջանային երկրների մեծ մասի հետ մենք բնական դաշնակցային կապեր կարող ունենանք, որտեղ բնական դաշնակիցներ ենք։ Եթե բոլորը մոտիվացված են, որ լավ լինի, այդ ամեն ինչը համաձայն եմ, Մենակ դու ես մոտիվացված։ Դե հիմա իրանք էլ գալիս են բացասականից։ Հիմա Հայաստանի վարչապետը ընտրվում մարդ, ով մեծ կապիտալ ունի Ռուսաստանում, ու Ռուսաստանը ոչ մի ձև ճնշում չունի այդ մարդու վրա։ Տեսեք, Սամվել Կարապետյանը Հունաստանում ու Միացյալ Էմիրություններում իր կապիտալը, եթե մենք նայենք, նա արդեն մենակ դրանցով աշխարհի հայերի մեջ առաջինը կլինի։ Իսկ տոկոսային հարաբերակցության մեջ տոկոսային անհամեստ հարց եմ տալիս։ Տոկոսայինը ուրիշ բան է, եթե 7 գումար հաշվել, եկեք բանան ձեռնպա մնամ Հունաստանը ֆինանսական ռեսուրսների հետ կապված տվյալներից, բայց անգամ այլ երկրների կապիտալով աշխարհի ամենաֆինանսապես ապահովված հայն է լինելու ինքը։ Ու ինքը հակադրություններով չի ստեղծվում համակարգը, այլ համագործակցությունով։ Նույն հիշում եք, ասեցի լիբերալ արտաքին քաղաքական մոդել, որ համագործակցությունով ենք մենք տեսնում, ոչ թե հակադրությունով։ Կա երկիր, ում այդ հակադրություններ մենք ձեռք չենք բերել մեր ոչ պրոֆեսիոնալ քայլերի հետևանքով։ Համագործակցությունը տնտեսական ակտիվություն է։ Ասում եմ, երբ որ տղաները չեն առևտուր չեն անում, նրանք կռվում են։ Երբ որ դու օգտակար չես տնտեսապես, ակտիվ տնտեսական կապեր չես հաստատում որևէ երկրի հետ, դու արդեն ու նաև նախնական աշխատանք չես կատարում, դու արդեն ու այդ երկին կորցնում ես որպես կարևոր բազային դաշնակից կամ գործընկեր։ Բայց ամենամեծ տնտեսական հարաբերությունն ենք այդ երկրի հետ, համ այդտեղ էլ կորցնում ենք։ Այդպես ոնց ալնում այդ պարադոքսը։ Ներդրում չենք անում համակարգի հետ աշխատելու մեջ։ Մենք պետք է հասկանանք, որ մեծ պետությունները համակարգը այսպես է աշխատում։ Միջին օղակը ինֆորմացիա տալիս վերին օղակին։ Որոշումները պրոֆեսիոնալ օղակները կայացնում են, տալիս են վերև։ Մեծ կայսրությունները այդպես են աշխատում։ Միացյալ Նահանգներն էլ այդպես աշխատում։ Այնտեղ կան միջազգայինների կողմից ֆինանսավորվող լոբիստական կառույցներ, տարբեր կազմակերպությունների, նաև տեղական սփյուռքերի կողմից։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն են նույն լոբիստական կառույցները հետաքրքրությունները տարբեր ազգերի առաջ են տանում։ Միջին օղակի դերը շատ կարևոր է որոշում կայացնելու մեջ։ Առաջի անձի կապերի դերը շատ կարևոր է։ Ինչ կապեր է ունեցել մեր հիմիկվա վարչապետը մինչև վարչապետ դառնալը։ Ու ինչ կարար դա բերեր մեզ։ Հետևանքները մենք պետք է նայենք որպես հասուն երկիր, պետք է նայենք թե ինչն ենք սխալ արել, որ փոխենք։ Իսկ սխալ ենք արել տնային աշխատանքը մեր, որ մեր դաշնակիցներին կարողացել է ուրիշը
ավելի դրական հարաբերություններ հաստատի։ Այստեղ ուղղակի բաներ կա, որ մենք չենք կարող էլի հասկանանք, որտեվ ընդհանրապես ինչ որ սանդղակից վերև ոնց է աշխատում աշխարհը բիզնես ոլորտում, ֆինանսական ոլորտում, ինձ օրինակ դժվար է հասկանալ, որտեվ Տրամփը բոլորս գիտենք, որ ահագին ժամանակա հարուստ մարդ է, հա, ու կարծես թե տենց կարիք չկար իրան ել ավելի հարստանալու, բայց ընտրվելուց հետո Trump meme coin-ներ ինչ որ սարքեց, ինչ որ մի 100 միլիոն էլ ուզեց աշխատի։ Ես ինչ արեց մի քիչ ավելի շատ որ տարիֆներ Չինաստանի վրա բաներեց, այդ օրը էլ իր մարդիկ ինչ որ ձեով նախորոք over insiders-ը գիտեր որ Չինաստանի վրա տարիֆա, էլի բան բիրժայի վրա փող աշխատեցին բան ու ես չեմ հասկանում ոնց է էլ ընդհանրապես բանը անում։ Հիմա Նարեկի մտավախությունը, իրականում շատ մարդկանց մտավախությունը այն է, որ Սավել Կարապետյանը միջազգային մակարդակի գլոբալ sense դեմք է, դա վիճելի չի, ինքը տենց կոնկրետ, տենց համակարգեր ստեղծող շատ հզոր դեմք է։ Գուցե վտանգն է, որ կարող է շատ չերեսչուր հզոր դեմք է, էլի, որ մենք չենք կարող հասկանալ։ Օրինակ, եթե ես ունենայի X կարողություն գումար ու կենտրոնացված լիներ միտեղ, ես չգիտեմ ինչքանով էլի դա ին վրա կազդեր իմ որոշումների վրա։ Մի խոսքով մարդկանց մտավախությունը ամեն դեպքում այդ Ռուսաստանում կապիտալ ստեղծելու բանն է։ Ինչքան ֆռում եմ, բոլոր հարցերը գնում են այնտեղ։ Всё-таки ինքը Ռուսաստանում է կապիտալի մեծ մասը ստեղծել, ամեն դեպքում դե անհնար է, որ իր վրա ինչ որ չկարողանան ճնշել Մոսկվայից։ Այդ մի հատ բարձաջերեք ուղակի վերջնական։ Եթե դու համակարգերը ճանաչում ես բոլոր, համագործակցությունով դու քո երկիրը ծաղկացնելու ես բոլորի հետ։ Չի եղել բանակցություն, որից մեր համայնքը դուժած դուրս գա։ Վախեցած պետք չի նայել համագործակցությանը։ Նենց չի որ ամեն համագործակցությունից մենք դուժում ենք։ Ես հասկանում եմ, մեր հասարակության նշանակալի մասը վերջի 8 տարին տեսել է, ասում են ինչ կապ կա իրար հետ, այդտեղից դուժած ենք դուրս գալի։ Ու վախ կա, ֆոբիա կա յուրաքանչյուր համագործակցությունից, որովհետև միշտ մենք պարտվող դերում ենք բանակցություններից։ Բայց մարդը, ով հարյուրավոր դիլեր է արել, պայմանավորվածություններ է ձեռք բերել, որի արդյունքում համայնքը երբեք չի եղել որ չշահի, կապահովի, պետք չի վախենալ շփումներից։ Պետք է ճիշտ օգտագործել այդ մեծ բազաները տնտեսական էֆեկտներ ստանալու համար։ Դու կարևորը վստահ լինես, որ մարդու համար իր առաջնային հետաքրքրությունը իր հայրենիքն է։ Այո, այդ է ուզում հասկանալ։ Դե հա, դուք որտեղ շատ ժողովրդավար լավ արժեքների մասին եք խոսում, փոխզսպվածություն, ընտրությունները, որ արդար լինեն, կոռուպցիա չլինի բան, բայց դե մարդկանց մոտ էլ Ռուսաստանը այդ ամեն ինչի ճիշտ հակառակի հետ է ասացում եւ նենց չի որ անհիմն։ Տեսեք, երկիրը, որը ունի օրինակ ռեսուրսներ Հայաստանի պես, չի կարա զարգանա, եթե չունի ժողովրդավարական մոդել։ Երկիրը, որը մեր հարևան երկրներից մեկի պես, ասենք որ 50 տարվա մեջ 45 տարի մի ընտանիք է իշխում, ունի նավթ, կարա իրան թույլ տա տնտեսական ժողովրդավարություն չապահովի։ Հայաստանը չի կարա թույլ տա։ Դու աղքատության մեջ խեղդվելու ես, եթե ժողովրդավարություն։ Հայաստանի ապագան դրա մեջ է։ Հայաստանը նաև սփյուռքային երկիր է։ Դու պետք է կարողանաս ստեղծես բազա, որ սփյուռքդ մասնակցի, սփյուռքդ կայնա գա գումարը պահի, սփյուռքը ապահովես գա իր գումարը պահելու։ Լավ, այտենց ամփոփիչ հարց։ Հիմա քանի որ sense թեժանում է ընդդիմությունն էլ տեսնում ենք, որ շատ հաճախ միջ ընդդիմադիր փոքրիկ տենց հրմշտացներ են մնում, ամեն դեպքում դες դա խանգարում է, դուք զգում եք ինչ որ մեջքից հարվածներ։ Դե ցանկալի չի ամեն դեպքում, խանդի տեսարանները ցանկալի չի։ Okay, հասկացա։ Բայց մենք եթե քաղաքական գործիչները երկրում եղած կարողանային ինչ որ հարցերը լուծեին մեր երկրի արժև ծառացած, այդ լավ կլիներ, բայց մենք տեսանք, որ քաղաքական համակարգը հարցերը չի լուծել, հարցերը ավելացել են։ Այդ տխուր ավտոբուսի օրինակն է, երբ որ գնում ես համայնքներ, գյուղեր, դու զգում ես, որ ուրախ ավտոբուսը ինչ որ անհասկանալի ուրախ ավտոբուսը դու պետք է ունենաս բազային շատ ապրումակցելու կարողության բացակայություն։ Շատ լավ ձևակերպված է։ Շնորհակալություն։ Դե եկեք այդ լավ ձևակերպումով էլ ամփոփենք, շնորհակալություն, որ ժամանակ գտաք։ Իդե չեմ կարող այս չասեմ, էլի իմ տղան ստեղ որ լիներ 6-7 այդ մեմը անպայման նկատել էր, ուղղակի турք մեմին էլի։ Չեք նկատել ինչի՞ մաս 6-7։
Նարեկ Կարապետյանն էր մեր հյուրը, դուք մնացեք մեզ հետ, բաժանորդագրվեք, հարցեր եթե կան կոմենտներում գրեք, մենք կխնդրենք թիմակիցներին անդրադառնալ այդ հարցերին, իսկ հաջորդ շաբաթ մենք նորից կհանդիպենք։ Եվ սպասեք նախընտրական դեբատների մեր մոտ